Սրանք միայն թալանում են, ստեղծել են ոստիկանապետություն, նայեք, պաշտպանության հարցերով զբաղվող պահեստազորայինները, պայմանագրային ուրեմն զինծառայողները ստանում են 120-ից 180 հազար դրամ աշխատավարձ, ամեն վայրկյան, ամեն րոպեն իրենց կյանքը վտանգելով մեր անվտանգությունը ապահովելու համար, իսկ այսօր Երևանում 700,000-ից մինչև 2 միլիոն դրամ ստացող ոստիկանը, որը դարձել է այս բանդայի ձեռքին պատժիչ հրոսակախումբ, նրանք ամեն օր ուղղակի մեր ժողովրդին տերորի են ենթարկում։ Հիմա ահաբեկիչն ով է։ Ահաբեկիչը սրանք են, որոնք այդ թուրքական, ադրբեջանական ֆինանսներով պահում են այսպիսի հրոսակախմբեր, որոնք ընդունակ են անգամ հարձակվելու մեր սրբության սրբոց մայր տաճար Էջմիածնի վրա, մեր 1700-ամյա հավատքի տաճարի վրա, ինչքան էլ որ պատմությունը փորփրում ես, նման դեպք գոյություն չունի, որ սկսած պարսկական ուրեմն զավթիչներից, սկսած բյուզանդական, արաբական, թաթար-մոնղոլական, թուրքական, թուրք-սելջուկական, չգիտեմ, բոլշևիկների եւ այլն, որևէ մեկը այդպիսի վայրագություն չի կատարել մայր տաճարի բակում, չի հարձակվել այդքան մեծ ուրեմն հրոսակախմբով, թե ինչը պետք է մի արքեպիսկոպոս իրենք ձերբակալ են։ Սա անձի խնդիր չէ, Թագոյի ջան եւ սիրելի հայրենակիցներ։ Սա ուղղակի պատերազմ է հայտարարված մեր հավատքի դեմ։